Ողջույն բոլորին։ Հարգելիներս, այսօր ես պետք է պատրաստեմ հավը բանջարեղենով ջեռոցի մեջ։ Շատ պարզ, համեղ եւ օգտակար։ Առաջնային մենք կտրատում ենք կարտոֆիլը։ Տեղադրելուց հետո մի փոքր աղ եմ անում եւ կարմիր պղպեղ։ Կտրատում ենք նաեւ գազարը։ Գազարը այսպես ձողիկների ենք մասնատում։ Գազարը տեղավորում եմ կարտոֆիլի վրա։ Սոխն ենք կտրատում։ Սոխը տեղավորում ենք մյուս բանջարեղենների վրա։ Պղպեղն էլ ենք կտրատում։ Բանջարեղենը տեղավորելուց հետո բանջարեղենի վրա մանր կտրատած կարագ եմ տեղադրում։ Վերցնում եմ նախորոք համեմված հավ, համեմել եմ աղով, բիբարով, կարմիր բիբարով եւ մի քիչ քրքում եմ ավելացրել։ Քանի որ ինձ մոտ գտնվող հավը մատղաշճուտիկ է, կարագ եմ տեղավորում, որովայնում, որ ավելի համեղ ստացվի։ Եվ այս տեսքով եւ ամանը տեղավորում եմ փայլատխտի վրա։ Եվ հարգելիներս, այս տեսքով ես տեղատանում եմ տեղադրել նախորոք տաքացած ջեռոցի մեջ։ Մինչ ջեռոցում շոգեխաշվում են բանջարեղենն ու ճուտը, վերցնում եմ տոմատի մածուկ, ավելացնում եմ շաքարավազ, մի փոքր աղ եւ կարմիր պղպեղ։ Ավելացնում եմ բուսայող։ Ավելացնում եմ 1 ատամիկ սխտոր։ Եվ ավելացնում եմ մի փոքրիկ չաման։ Կրկին խառնում ենք։ Ահա մեր մածուկը, որ պետք է քսենք հավի վրա, պատրաստ է։ Այժմ բաց ենք անում։ Շոգեխաշվել է մեր հավը։ Տեսնենք բանջարեղենը ինչ վիճակի է։ Ուրեմն այսպես, հավը շատ լավ եփվել է, բայց բանջարեղենից գազարը դեռ մի քիչ խրթխրթան է։ Դրա համար ես փայլաթղթով կրկին փակեցի բանջարեղենը, որպեսզի շարունակվի շոգեխաշվել, իսկ հավը մենք այսպես կկարմրացնենք։ Ահա հարգելիներս, մեր շատ համեղ ուտեստը պատրաստ է, բայց ասեմ, որ մի 5 րոպե ուշացրել եմ, մի քիչ երեսը վառվել է, բայց ոչինչ, այնպիսի բուրմունք է, որ դե ինչ հարգելիներս, ինձ մոտ մի քիչ երեսը այրվել է, որովհետև շեղվեցի, մի 5-7 րոպե ուշ մոտեցա, բայց հուսով եմ ձեզ մոտ այդպես չի լինի, համենայն դեպս բուրմունքը անմահական է, շատ համեղ եւ տեսակ օգտակար, թեթև եւ հեշտ, արագ պատրաստվող։ Հուսամ այս անգամ էլ օգտակար եղավ։ Դե ինչ, շատ համեղ կերակուր է։ Պատրաստեք եւ թող անուշ լինի։